Ողջույն, հարգելի հայրենակիցներ։ Ինչպես տեսանք, անցյալ ամիս հունիսի 26-ին Իսրայելը ճանաչեց հայոց ցեղասպանությունը, թեպետ այն դեռ չի վավերացվել իրենց քնեսետի, իրենց խորհրդարանի կողմից։ Եվ ինչպես տեսնում ենք, բազմաթիվ մեր հայրենակիցներ սոցցանցերում ուրախացել են եւ մեծ ձեռքբերում են սա համարում, որ վերջապես Իսրայելը եւ ջհուդները այն ժողովուրդը, որ իբր ցեղասպանությունը ապրել Երկրորդ աշխարհամարտում վերջապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել առաջին աշխարհամարտի ժամանակ։ Ու ասում են, որ հիմա ժամանակ է մենք այս կարծատիպերը վերացնենք, հակաիզրայելական հիմա է ժամանակը, որ մենք Իսրայելի հետ բարեկամական հարաբերություններ ունենանք եւ այլն, եթե Ադրբեջանը դա կարողանում է անել, ինչու մենք չենք կարող եւ այլն։ Սա շատ են տարածում այսպես կոչված այդ արևմտամետ ազգային քաղաքական գործիչները։ Ու իրականում դա զազրելի երևույթ է, որովհետև նրանք չեն հասկանում, թե ջհուդները ինչպիսին են առհասարակ։ Ու մենք պետք է նաև անկեղծ լինենք, որ այդ ճանաչումները իրականում ինչ-որ մեծ օգուտ չեն տվել մեր պետությանը, հենա Ռուսաստանը 31 տարի առաջ ճանաչեց հայոց ցեղասպանությունը, բայց դա չի փոխել իր հակահայկական քաղաքականությունը ուղղված մեր պետականության դեմ։ Մի քանի տարի առաջ էլ Բայդենը ճանաչեց հայոց ցեղասպանությունը, բայց դա նույնպես ինչ որ ոչ մի բան չփոխեց։ Դրա համար մենք պետք է ստապ գնահատենք այս ամենը, ոչ թե ուղղակի ոգևորվենք, հետո տեսնենք ոչ մի բան չի լինում ու հիասթափվենք ու հետո ցինիկ դառնանք։ Կարծես թե մեր ժողովուրդը սիրում է նման բան անել։ Բայց պետք է մենք ինչքան կարող ենք խուսափել նման բաներից, որովհետև ամեն հիասթափություն իրականում մեծ վնաս է հասցում մեր ազգին։ Դա համար մի նայեք այս մակերեսային այս քայլերին ու կարծեք թե ինչ որ դա մի մեծ ձեռքբերում է, հատկապես երբ ջհուդներն են անում, որովհետև ջհուդները կարող են այսօր մի ճշմարտություն ասել, որպեսզի վաղը մի ավելի մեծ սուտ ասեն, ինչպես նաև այսօր կարող են մի լավություն անել, որպեսզի վաղը մի ավելի մեծ վատություն անեն։ Այդպես են նրանք աշխատում, որովհետև նրանք այդքան նենգ են։ Ու այն մարդիկ, ովքեր ասում են, որ մենք կարող ենք Իսրայելի հետ բարեկամ լինել եւ այլն, չեն հասկանում, որ Ադրբեջանը կարողանում է բարեկամական, եղբայրական հարաբերություն ունենալ Իսրայելի հետ, որովհետեւ նրանք իրականում ստեղծվել են նույն պետության կողմից։ Ու սա պետք է նաեւ հասկանան այդ արևմտամետները, ովքեր այդքան խոսում են Ռուսաստանի դեմ, Սովետի դեմ, բայց նաեւ, չգիտես խի, ջհուդներին են սիրում ու Իսրայելի ջատագովն են դարձել։ Որովհետև 48 թվականին, երբ ստեղծվեց Իսրայելը մայիսի 14-ի 48 թվականին, դրանից 3 օր անց Սովետը հենց Ջուղաշվիլի Ստալին բռնապետի ձեռքով ճանաչվեց որպես պետություն, դե յուրե ճանաչվեց։ Առաջին պետությունը եղավ, որը դե յուրե ճանաչեց Իսրայելը։ Հենց այդ ժամանակ Իսրայելի ստեղծումից 3 օր անց Ամերիկան դրանից մի 7-8 ամիս հետո ճանաչեց Իսրայելի պետությունը։ Բայց Ստալինը առաջինը եղավ ու նաև Չեխոսլովակիայի միջոցով զինեց Իսրայելին ընդդեմ արաբների։ Առանց դրա Իսրայելը դժվար թե կարողանար գոյատևել։ Ու նաև սա պետք է իմանան ու հասկանան այն ռուսոֆիլները, ովքեր ասում են, այն սովետամետները, ովքեր ասում են, դե Ստալինը ջհուդների դեմ է, սիոնիզմի դեմ է, սովետը հակասիոնիստական պետություն էր եւ այլն, բայց ոնց եղավ, որ այդ նույն իբր ջհուդներին դեմ ղեկավարը ճանաչեց Իսրայելը ու առաջինը եղավ, որը ճանաչեց։ Մի քիչ էլ հետ գնանք, դրանից 30 տարի առաջ 18 թվականին, ճիշտ է, Ստալինը այդ ժամանակ իշխանության չէր, բայց արդեն բոլշևիկներն էին եկել իշխանության, ինքն էլ այդ բոլշևիկյան կուսակցության մաս էր։ Նա օգտեց առհասարակ, որ Ադրբեջանը ստեղծվի ու հաստատեց նրա գոյությունը 20-21 թվականին, երբ մեր հողերի հաշվին օրինականացրեց այդ ահաբեկչական արեստածին պետությունը, Նախիջևանը, Արցախը տալով եւ այլն։ Այդ ամբողջ պատմությունը կա։ Ու դրա համար այդ երկուսը իրար հետ եղբայրական հարաբերություն ունեն, որովհետեւ նույն պապան ունեն, այսպես ասած։ Ու դրա համար մենք չենք կարող նրանց հետ այդ նույնպիսի ինչ որ հարաբերություն ունենալ, ինչպես ասենք Ադրբեջանը ունի, դա պարզապես աբսուրդ է։ Ու պետք է հասկանանք վերջապես, ինչպես բազմիցս ասել եմ, որ այդ ռուս-թուրք սիոնիստական դաշինքը
գործում է մեր պետականության դեմ, մեր անկախության դեմ, ռուսները, ջհուդները, թուրքերը կարող են իրար ատել, կարող են իրար չսիրել, չգիտեմ, կարող են մակերեսային հարցերում ինչ որ տարաձայնություններ ունենալ, իրար դեմ կարող են կռվել, բայց հայկական հարցում միշտ համախմբված են նրանց բոլորին ձեռնտու չէ, որ այս տարածաշրջանում կերտվի անկախ միացյալ հզոր Հայաստան։ Դա նրանց ահ ու սարսափն է, ու ամեն ինչ անում են, որպեսզի նման պետություն չստեղծվի այստեղ, որովհետև նրանք կկորցնեն իրենց դիրքը, ոչ միայն այս տարածաշրջանում, այլև աշխարհաքաղաքական բեմի վրա։ Ասենք, այս պահին Իսրայելը վախենում է Իրանից, պատկերացրեք, եթե հզոր հայկական պետություն լինի, ինչ կանի։ Ու դրա համար մի քիչ ավելի հետ պետք է գնանք ու տեսնենք, որ այդ երեք ուժերը միասին իրականում գործեցին հայոց ցեղասպանությունը։ Սրա մասին պետք է առանձին խոսեմ, որովհետև բավականին ծավալուն թեմա է, բայց պետք է հասկանան մերոնք, որ այդ երիտուրքական հեղափոխությունը կազմակերպվել էր հենց սիոնիզմի կողմից։ Այդ երիտուրքերը հենց ծպտյալ ջհուդներ էին, որոնք հատուկ գանկեց արեցին Աբդուլհամիդին, որպեսզի Պաղեստինը պոկեն Օսմանյան կայսրությունից եւ ստեղծեն Իսրայելը, որովհետեւ դրանից 10 տարի առաջ երբ ստեղծվեց սիոնիզմը 1897 թվականին Թեոդոր Հերցելի կողմից, երբ ստեղծվեց, փորձեցին գնել Պաղեստինը Աբդուլհամիդից, բայց Աբդուլհամիդը մերժեց, ասելով, որ հողը չես կարող գնել գումարով, այլ պետք է ձեռք բերես արյամբ, կամ ինչ-որ նման մի բան։ Կոնկրետ խոսքերը, հստակ խոսքերը չեմ հիշում այս բանին, բայց նման ձևակերպմամբ նա մերժեց սիոնիստների այդ առաջարկը։ Դրա համար սիոնիստները հասկացան, որ պետք է ուժով նրան գահանկեց անեն, իշխանության գան եւ ստեղծեն իրենց Իսրայելը։ Բայց այդ ժամանակ նաեւ հասկանում էին, որ Օսմանյան կայսրությունը գնում է դեպի անկում ու թուրքական էլիտան էր սա հասկացել արդեն 19-րդ դարի ավարտից արդեն պարզ է շատերի համար, որ Օսմանյան կայսրությունը գնում է դեպի անկում, ապրում է իր վերջին տարիները, որովհետև կորցնում էր իր ազդեցությունը Եվրոպայում, ազգայնական շարժումներ էին առաջանում, որոնք վտանգ էին սպառնում այդ կայսրության միասնականությանը, ու նաև տարբեր ֆինանսական խնդիրներ ուներ եւ այլն։ Արդեն բոլորը հասկացել էին ու նրան համարում էին Եվրոպայի հիվանդ մարդը, այսինքն դա տարածված տերմին էր եվրոպական եւ ռուսական դիվանագիտության մեջ։ Ու պարզ է դա ծպտաջուները, երիտուրքերը, նա թուրք ազգայնականները այդ ամեն ինչը հասկանում էին, որ գնում է դեպի անկում, ու դրա համար նրանք նաեւ հասկանում էին, որ երբ այդ կայսրությունը տրովի, այդտեղ մեծ հայք պետություն է կերտվելու։ Ու թուրք ազգայնականները գիտեն լավ չեն կարող իրենց կայսրությունը այդպես պահել, բայց գոնե այսօրվա տարածքով Թուրքիան գոնե ունենան օրինակ ու հասկացան դա չի կարող լինել, եթե այնտեղ հայկական մեծամասնություն կա։ Ու սիոնիստների համար է դա մեծ վտանգ կլիներ, ինչպես ասում են, թե այսօր իրանք Իրանից են վտանգ տեսնում, դե պատկերացրեք, եթե մեծ հայք լիներ, իրենց քթի վերևը ինչ կկարծեին։ Դրա համար թուրքերի ու ջհուդների շահերը համընկան, դրա համար երկուսը միասին իրագործեցին հայոց ցեղասպանությունը։ Դրա համար Սարական Ռուսաստանը ոչինչ չարեց այդ ցեղասպանությունը կասեցնելու համար։ Կարող էր, չէ՞, նա կասեցներ, կարող էր մի բան անել, որովհետև Օսմանյան կայսրությունը իր թշնամին էր այդ պատերազմում, կարող էր մի բան անել, այդ 3-4 տարում ոչ մի բան չարեց։ Ու թողեց, որ թուրքերը այդ պատերազմի քողի տակ մեզ կոտորեն, որովհետև Սարական Ռուսաստանի շահերից չի բխում, որ այս տարածաշրջանում լինի հզոր հայկական պետություն, այսինքն մեկը կազմակերպեց, սիոնիստները կազմակերպեցին, թուրքերը իրագործեցին, ռուսներն մեր նենք դաշնակիցներ ոչ մի բան չարեց։ Նամար երեքը իրար հետ այդ չարյաց երանգյուն են կազմում ու նրանք միշտ նորից ասեմ պայքարում են հայ ազգայնականության դեմ, որովհետև նրանց ամենամեծ վտանգը, մեծ սպառնալիքը, որ այստեղ այս տարածաշրջանում լինի հզոր հայկական պետություն։ Ու դրա համար հենց 18 թվականին երբ անկայուն վիճակ ստեղծվեց աշխարհում, երբ Օսմանյան կայսրությունը տապալվեց, երբ առաջին աշխարհամարտը ավարտվեց, Սարական Ռուսաստանը կործանվեց եւ այլն, մենք կարողացանք մի պահ շունչ քաշել այդ ժամանակ, չես, մայիսյան հերոսամարտերում հաղթանակ ձեռք բերել, առաջին հանրապետությունը կերտել, մի քիչ շունչ քաշեցինք, Արևմտյան Հայաստանը արդեն կոտորել էին, ցեղասպանել էին այնտեղի բնակչությանը, բայց Արևելյան Հայաստանը դեռ կարողացանք մի քիչ շունչ քաշել,
բայց նորից 20 թվականին թուրք ազգայնականները դաշին կազմեցին Ռուսա ջհուդ բոլշևիկների հետ ու նորից պայքարեցին մեր մնացած հայրենիքի դեմ ու մեզ պահեցին այս ռուս-թուրքական վանդակի մեջ, որի մեջ հիմա ցավոք դեռ ապրում ենք։ Սա է դաժան իրականությունը։ Եվ մերոնք սա չեն ուզում ընդունել, որովհետև չեն ուզում հավատան, որ այսքան ուժեր կա մեր դեմ պայքարում է, բայց մենք չենք կարող ուղղակի ջայլամի պես ապրենք, կարծենք թե այս մեկը կամ այն մեկը մեր բարեկամն է։ Եվ ես չեմ ասում, որ ինչ որ ատելության խոսքի քարոզ անեմ, բայց ուղղակի օբյեկտիվ ճշմարտությունն եմ նշում, նրանք մեր դեմ են, աշխարհը այդպեսին է, ես մեղավոր չեմ։ Մարդիկ չգիտես խի որ ինչա թե մեկը ռուսներին դեմ է, պետք է անպայման ինչ որ ջհուդների սիրի, մերոնք սիրում են այդպես մտածել, չէ՞, եթե մեկը ռուսների դեմ է խոսում, ուրեմն թուրքերին է սիրում, եթե թուրքերի դեմ է խոսում, ուրեմն ռուսերին կամ նրան է սիրում։ Այսինքն չեն հասկանում, որ այդ երեքը իրար հետ են, այդ երանգուն դուք նայեք որպես մի երանգուն այդ երեքին։ Դա է հայ ազգայնականության թշնամին, մենք սա պետք է հասկանանք։ Ու մենք պետք է նաև համախմբած դիմադրություն ցուցաբերենք այդ չարիքի դաշինքի դեմ։ Ու այսքան որ sense խոսում են, չէ, ցեղասպանությունը ճանաչում են, էս են անում, են անում, բայց դա չի դադարեցնելու Իսրայելին, որ շարունակի զինել Ադրբեջանին, զինել ու ֆինանսավորել։ Նա շարունակելու է դա անել, որովհետև ինչպես բազմիցս ասել եմ, Ադրբեջանը իրականում սիոնիզմի, թուրքերի եւ ռուսների համար մի պրոքսի ահաբեկչական պետությունն է, որի նպատակն է հայ ազգին ճնշած պահել եւ ամեն ինչ անել, որ այստեղ չծնվի մեծ հայկը։ Ու նրանք նույնիսկ չեն ուզում, որ առհասարակ հայկական պետություն գոյություն ունենա։ Ոչ միայն հզոր անկախ մեծ պետություն, այլև որևէ տեսակի հայկական պետություն, որովհետև գիտեն, դրանից հետո կարող է ծնվել մեծ հայկը։ Ու ամեն ինչ անում են, որպեսզի իսպար վերանա այդ վտանգը։ Ինչպես հիմա այսօր տեսնում ենք այդ արևմտյան Ադրբեջան օրակարգով։ Այսքան դատապարտում են, ցեղասպանությունը ճանաչում են եւ այլն, բայց ոչ մի բան չեն ասում արևմտյան Ադրբեջան օրակարգի դեմ, ոչ մի բան չեն ասել Ալիևի դեմ։ Այս արևմուտքը, որ կա, որ այդքան խոսում է, չգիտեմ, այդքան դատապարտել է Սադամին, Ասադին, Խադաֆին, բայց ամենամեծ բռնապետին այս տարածաշրջանում առնվազն ոչ մի բան չեն ասել, ոչ մի թթու խոսք չեն ասել։ Ինչ որ ասել են, կարող է մի ստից ինչ որ մակերեսային մի բան եղած լինել։ Նրա այդ բոլորը սենց հարգում են ու հաշվի են նստում, ինչի համար, որովհետև ցավոք սրտի Եվրոպան բռնազավթված է սիոնիզմի կողմից։ Ու նույնիսկ Ռուսաստանը ոչինչ չի ասում այս արևմտյան Ադրբեջան օրակարգի դեմ, որովհետև Պանթուրանը բխում է նաև ռուսների շահերից, դա սուտ է, որ իբր դա ռուսների շահերի դեմ է գնում, ու ես դա ապացուցել եմ, եթե տես լիներ, նա վաղուց կարող էր մի բան անել, որպեսզի այստեղ Ադրբեջանը չհզորանար, որպեսզի չփորձեր գերակայություն հաստատել, դա ոչ մի բան չի ասում այդ արևմտյան Ադրբեջան օրակարգի դեմ։ Ոչ մեկ չի ասում։ Եթե ուզում են պայքարեն ցեղասպանության դեմ, թող պայքարեն այդ ցեղասպանական օրակարգի դեմ։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ երկրորդ հայոց ցեղասպանություն իրականացնելու հստակ ծրագիր։ Դաမှմինչև նրանք դա չդատապարտեն, ես իրանց ասածները, որ իբր ճանաչում են հայոց ցեղասպանությունը, որը տեղի ունեցել 111 տարի առաջ, ինձ համար դա մեծ նշանակություն չի ունենա։ Թող այսօրվա մասին խոսեն։ Թող այսօրվա ցեղասպանական բռնապետական ռեժիմին դատապարտեն Բաքվում, նոր կխոսենք։ Մինչև դա չանեն, ես իրանց ասածը լուրջ չեմ ընդունելու։ Դրա համար մենք նորից ասեմ, մենք չենք կարող վստահել նաև արևմուտքին, ցավոք սրտի։ Ես կողմ եմ, որ մենք կարողանանք եվրոպական ազգերի պետությունների հետ դաշին կնքել, սերտ հարաբերություններ ունենալ։ Ու վստահ եմ այդ օրը գալու է, երբ այս աշխարհակարգը փլուզվի ու նոր աշխարհակարգ կերտվի, արիական աշխարհակարգ այդ ժամանակը կգա, բայց ցավոք սրտի այս պահին դա դժվար է պատկերացնել, որովհետև սիոնիզմը, ինչպես ասացի, բռնազավթել է ողջ արևմուտքի ֆինանսական, մեդիա եւ տարբեր ոլորտները իրենց մավան ճիրանումը պահել։ Համ երկու օր առաջ այդ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկավ այստեղ։ Մենք շատ էլի կարող ուրախանան, մենք գնում ենք դեպի Եվրոպա, այդ սուտ է, ասել եմ, որ դա իրականում կեղծ բան է, հատուկ Ռուսաստանն է դա ուզում այդպես երևա, որպեսզի պատրվակ ունենա մեզ չօգնելու ապագայում, բայց պետք է հասկանանք, թե ով է այդ Ուրսուլան։ Պետք է հիշենք, որ նա 22 թվականին Իսրայելում Բեն Գուրիոն համալսարանում դոկտորի աստիճանի կոչում ստացավ
հակասեմիտիզմի դեմ պայքարի համար եւ ինչ որ փայլուն պետական գործիչ լինելու համար եւ այլն։ Պարզ է, որ նա ծախված դավաճան ինչ որ մի պետական գործիչ է, որովհետեւ ցավոք սրտի Եվրոպան 1945 թվականից ի վեր օկուպացիայի տակ է միջազգային սիոնիզմի կողմից։ Ու դա պետք է մեր այդ արևմտամետ հայրենասերները հասկանան։ Ու հետաքրքիր է արևմտամետ հայրենասերները այդքան sense դեմ են խոսում, չէ, Ռուսաստանին, Սովետին եւ այլն, այսա Ռուսաստանը չարիքի կայսրություն է, բայց հենց հարցը գալիս է երկրորդ համաշխարհային պատերազմի ու սա ասում են այն կարկառուն արևմտամետ քաղաքական գործիչները, այդքան որ արևմուտք են գովում։ Ասում են, նույն մարդիկ ասում են, որ այդ երկրորդ աշխարհամարտում ճիշտ էր, երբ Անգլիան, Ամերիկան եւ Ֆրանսիան զինեցին եւ աջակցեցին բռնապետ Ջուղաշվիլի Ստալինին, Սովետին ընդդեմ Եվրոպայում աճող ազգայնականությանը։ Դա ճիշտ են համարում։ Այսինքն ճիշտ էր, որ այդ երեք մեծ ուժերը դաշին կազմեցին Ստալինի հետ ընդդեմ ազգային սոցիալիստական Գերմանիայի։ Ու այդ մարդիկ իրենց այսօր ազգային են համարում։ Սա անպայման պետք է մի ուրիշ անգամ խոսեմ, որովհետև սա շատ կարևոր է, որովհետև այդ նարատիվից է այս ամեն ինչ առաջանում, այդ կեղծ նարատիվից, որ իբր բարի ուժերը հաղթեցին չարիներին այդ պատերազմում։ Այս ամեն ինչ որ կատարվում է, այս աշխարհակարգում, որ մենք ապրում ենք, առաջացել է երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո։ Դրա համար մենք չենք կարող այսօր ճիշտ ազգային քաղաքական դիրքորոշում ունենալ, եթե մենք ճիշտ դիրքորոշում չունենանք երկրորդ աշխարհամարտում։ Եթե մենք ճիշտ պատկերացում չունենանք, թե ինչ կատարվեց այդ աշխարհամարտում։ Դրա համար ես անպայման մի օր դրա մասին կխոսեմ։ Այսքանն էի ուզում ասել։ Պետք է ստապ գնահատենք, պետք է մի քիչ ավելի խորը մտածենք։ Հատկապես ազգի այն չնչին փոքրամասնությունը, որը քիչ թե շատ հասկանում է, թե ինչ է կատարվում, որը ամեն ինչ հալած յուղի պես չի ընդունում։ Սա պետք է հասկանանք, որպեսզի վերջապես գիտակցենք, եւս մեկ անգամ եւ վերջապես գիտակցենք, որ մեր փրկության հույսը կարող ենք դնել միայն մեր սեփական ուսերի վրա։ Մենք պետք է դիմադրություն ցուցաբերենք, մենք պետք է ուժային գործոնի վերածվենք, մենք պետք է մի բան մեզնից ներկայացնենք, որքան էլ փոքրաթիվ լինենք, որքան էլ քիչ ռեսուրս ունենանք, դրա լացելու փոխարեն մենք պետք է մի բան անենք, պետք է համախմբված ազգայնական դիմադրություն ցուցաբերենք։ Մենք պետք է ճշմարտությունը քարոզենք ու մեր հայրենակիցներին համախմբենք այդ ճշմարտության շուրջ, որովհետև այդ ճշմարտությունը քարոզելով, զիջումների չգնալով, ճիշտը ասելով մենք կկարողանանք մեր հայրենակիցների վստահությունը վաստակել։ Ու միայն այդ վստահությունը վաստակելով մենք կկարողանանք ազգային համախմբած շարժում ստեղծել ճիշտ պատմական պահին, որպեսզի վերջնականապես փրկենք մեր հայրենիքը ու հանենք այս օրհասական վիճակից, այս ռուս-թուրքական բանդակից։ Հիմիկվանից պատրաստվենք այդ համախմբած պայքարի ու հիշենք, որ այդ միայն պայքարի ուղու ճանապարհով գնալը կարող է մեզ փրկել։ Հերիք է լացենք, հերիք է խոնարհվենք, հերիք է ասենք, որ չէ, մի քիչ է զիջումների գնանք, ամեն ինչ լավ կլինի, ոչ։ Մեր հերոս նախնիները ցույց են տվել, որ միայն պայքարով կա ելք, միայն պայքարով կա հաղթանակ ու միայն պայքարով կա փառահեղ, խաղաղ եւ անվտանգ ապագա։ Այսօր այսքանը։ Դուք դիտում եք հոսանքի ազգային ձայնը եւ ամեն դեպքում կեցցե Հայաստանը։